Ֆրանսիայի գնչուների մի կազմակերպություն մեղադրել է այդ երկրի կառավարությանը ռասիզմի մեջ։ Գնչուները ռասայական խնդրականություն դնելու մեջ են մեղադրում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով նախորդին հատուկ նիստ էր հրավիրել գնչուների եւ այսպես կոչված ճանապարհորդող քաղաքացիների խնդիրը լուծելու նպատակով։ Ֆրանսիայի կառավարության խնդրին անդրադառնալու համար պատճառ է հանդիսացել գնչուների եւ ոստիկանության միջև այս ամիս տեղի ունեցած բախումները, ինչն էլ իր հերթին հաջորդել էր գնչումի երիտասարդի ոստիկանության կողմից սպանությանը։ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ երկրի գնչուական համայնքների որոշ անդամների պահվածքը խնդրահարույց է, ուստի եւ լուծումներ է պահանջում։ Գնչուական համայնքի ներկայացուցիչները գտնում են, որ Սարկոզիի այս մոտեցումն ակնհայտ ռասիստական բնույթ ունի, քանի որ հստակորեն տարանջատվում է մարդկանց ազգային պատկանելությունը, ինչն էլ իր հերթին ստորադասում է քաղաքացիության իրավունքը։ Իրեւ Ֆրանսիայի կառավարությունն իր քաղաքացիներին պաշտոնապես չի դիտարկում հենվելով ազգային պատկանելության վրա։ Այդ երկրի բոլոր քաղաքացիները համարվում են ֆրանսիացիներ, սակայն փաստաբան Հենրի Բրաունը նշում է, որ Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող 1.5 միլիոն գնչուներ կան, որոնցից շուրջ 1 միլիոնն այսպես կոչված ճանապարհորդողներ են։ Նրա խոսքերով Ֆրանսիայում գնչուների դեմ ռասայական խտրականությունը լուրջ խնդիր է դարձել։ Ֆրանսիայում բնակվող գնչուները երկու հիմնական խմբերի են բաժանվում։ Ճանապարհորդողները, ովքեր հարյուրավոր տարիներ բնակվել են Ֆրանսիայում, երկրի քաղաքացիներ են եւ մեծամասամբ քոչվորներ են եղել։ Գնչուների երկրորդ խումբը նոր հիմնականում ապօրինի ներգաղթյալներն են, ովքեր վերջին տարիների ընթացքում Ֆրանսիա են եկել Արևելյան Եվրոպայից, հատկապես Ռումինիայից եւ Բուլղարիայից։ Նորեկներից շատերը մուրացկաններ են դառնում ֆրանսիական քաղաքներում։ Գնչուական համայնքում այժմ առկա են որոշ բարդություններ նորեկների եւ հնաբնակների միջև, սակայն Սարկոզիի գործողությունները պատճառ են դառնում ֆրանսաբնակ գնչուների հավաքական գիտակցության ամրապնդման եւ իրենց իրավունքների պաշտպանության շուրջ համախմբման համար։ Արսեն Խարասյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։